7-ի խմբի գագաթնաժողովի ավարտի առիթով Վերսալում Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ընթացքում Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի հետ խաղաղության հուշագիրը։ Ասեմ ձեզ, սա այդքան էլ հեշտ չէր։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը զգուշացրել է, եթե Թեհրանը չկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Վաշինգտոնը նաև թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։ Այնուհետև Թրամփի ստորագրությամբ փաստաթղթի պատճենն ուղարկվել է Թեհրանին եւ միջնորդ երկրներին, նաև Իսրայելին։ Իրանական կողմից փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Հուշագրի տեքստն արտացոլում է այն ազգի ձայնը, որը չի ստորադասել իր արժանապատվությունն ու անկախությունը որևէ սպառնալիքի կամ ճնշման պայմաններում։ Սա պատմական փաստաթուղթ է եւ հզոր Իրանի ուղերձը, որ խաղաղությունը հնարավոր է փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իսլամական Հանրապետությունը հանձնառու է համաշխարհային խաղաղությանը, հավատարիմ մնալով այդ թվում տարածաշրջանային համագործակցությանը։ Մինչև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հայտարարություններով է հանդես եկել Դոնալդ Թրամփը։ Նախագահը քննադատել է դեմոկրատների եւ որոշ հանրապետականների մեղադրանքները, թե ինքը բավականաչափ ճնշում չի գործադրել Իրանի նկատմամբ։ Նրա խոսքով նավթի գներն արդեն նվազել են, համաշխարհային շուկաները կարգավորվում են։ Որոշ բաներ հիշատակված չեն համաձայնագրում, սակայն դրանց վերաբերյալ բանավոր փոխըմբռնում ունենք։ Եթե Իրանը չհետևի դրանց, մենք կստիպենք նրանց։ Զարմանալի է, թե ինչ կարող են անել ռումբերը։ Ինչ վերաբերում է ամերիկյան պատժամիջոցներին, դրանք կարող են խանգարել Իրանի վերականգնմանը։ Եթե նրանք իրենց լավ պահեն, պատժամիջոցները կարող են չեղարկվել։ Նույնը վերաբերում է տարբեր երկրներում սառեցված իրանական ակտիվներին։ Թրամփը հավելել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունն արդեն զգալիորեն աճել է, էներգակիրների բնականոն հոսքը կվերականգնվի առաջիկա օրերին։ Զուգահեռաբար աշխատելու ենք Պարսից ծոցի երկրների հետ լուծելու ոչ միջուկային հարցեր։ Խոսքը սովորական բալիստիկ հրթիռների մասին է։ Իրանը պետք է որոշ հրթիռներ ունենա, որովհետև մնացած երկրները դրանք ունեն։ Ես չեմ կարող դա արգելել, անարդար կլինի։ Հուսով եմ, որ խաղաղության համաձայնագիրը կդառնա շատ ավելի մեծ գործարքի սկիզբ ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Նաև հուսով ենք, որ Աբրահամյան արձանագրությունները կընդլայնվեն։ Թրամփն անդրադարձել է Լիբանանին, որտեղ Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումը եւ դեօկուպացիան կարևոր նշանակություն ունեն Թեհրանի համար։ Իրանական կողմը նախազգուշացրել է, որ եթե Ցահալը չդադարեցնի Լիբանանի եւ Հզբոլահի դեմ հարձակումները, Միացյալ Նահանգների հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը կարող է կասկածի տակ հայտնվել։ Լիբանանի հարցով դեռ մի փոքր պետք է աշխատենք, իրականում այն փազլի շատ փոքր մաս է, բայց դեռ մեծ աղմուկ է բարձրացնում։ Կարևորը Իրանի հետ գործարքն էր, այնտեղ է փողը, այնտեղ է իշխանությունը, բայց կա Հեզբոլլահը, որի հարցերը պետք է լուծվեն։ Մենք դա կանենք։ Ցավում եմ Լիբանանի համար։ Կարծում եմ Իսրայելը կարող է ավելի արդյունավետ գործել։ Պարտադիր չէ Բեյրութում շենքեր պայթեցնել։ Նեթանյահուն լավ մարդ է, բայց երբեմն շատ է ոգևորվում։ Մենք Լիբանանի հետ կապված փոքր վիճաբանություն ենք ունեցել։ Այսպիսով ինչ է ենթադրում Իրանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթուղթը, որը ստացել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիր անվանումը։ CNN-ը հրապարակել է դրա դրույթները եւ Լիբանանի մասին հիշատակվում է հենց առաջին կետում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը, ինչպես նաեւ այս պատերազմում նրանց դաշնակիցները ստորագրում են հուշագիրը, հայտարարելով բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման մասին եւ պարտավորվում են չսկսել որևէ պատերազմ կամ ռազմական գործողություն միմյանց դեմ, ինչպես նաեւ ապահովել Լիբանանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ չմիջամտել մեկը մյուսի ներքին գործերին։ Կողմերը պարտավորվում են եւ հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները կսկսի 30 օրվա ընթացքում հանել Իրանի ծովային շրջափակումը։ Կապահովվի, որ նավերի երթևեկությունը հասնի մինչ պատերազմյան մակարդակին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև կհեռացնի իր ուժերը Իրանի մերձակայքից։ Նաև Իրանը կապահովի, որ Պարսից ծոցից Օմանի ծով եւ հակառակ ուղղությամբ առևտրային նավերի անցումը լինի անվտանգ եւ անվճար, նաև կիրականացնի ականազերծում։ Թեհրանը կերկխոսի Օմանի հետ Հորմուզի նեղուցում կառավարման եւ ծովային ծառայությունների մատուցման կարգը սահմանելու համար, Պարսից ծոցի ափամերձ մյուս պետությունների հետ համակարգմամբ։ ԱՄՆ-ն էլ պարտավորվում է տարածաշրջանային գործընկերների հետ մշակել առնվազն $300 միլիարդ ծրագիր, որը կուղղվի Իրանի վերակառուցմանը եւ տնտեսական զարգացմանը։ Համապատասխան լիցենզիաները տրամադրել է Վաշինգտոնը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր տեսակի պատժամիջոցները, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի բանաձևերը։ Այս հարցը կդիտարկվի հետագա բանակցություններում։ Իրանը վերահաստատում է, որ միջուկային զենք ձեռք չի բերի եւ չի մշակի։ Հարստացված ուրանի ոչնչացման հարցը կկարգավորվի փոխադարձ համաձայնեցված մեխանիզմով, որը կմշակի IMG-ի հսկողության ներքո։ Նաեւ Իրանի միջուկային կարիքներին վերաբերող մյուս հարցերը կքննարկվեն հաշվի առնելով վերջնական համաձայնագրի շրջանակը։ Մինչև վերջնական համաձայնագրի կնքումը կողմերը պարտավոր են պահպանել ստատուս քվոն։ Իրանը կպահպանի իր միջուկային ծրագրի ներկայիս ստատուս քվոն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի եւ լրացուցիչ ուժեր չի տեղակայի տարածաշրջանում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կտրամադրի իրանական հում նավթի, նավթամթերքի համապատասխան ծառայությունների, այդ թվում բանկային գործարքների, ապահովագրության, փոխադրման եւ այլնի արտահանման լիցենզիաներ։ Կողմերը բանակցությունների ընթացքում կհամաձայնեցնեն իրանական ակտիվների ապասառեցման հարցը։ Ըստ փաստաթղթի ստեղծվելու է գործադիր մեխանիզմ հետևելու հուշագրի իրականացմանը եւ վերջնական գործարքի պահպանմանը։ Վերջնական համաձայնագիրը հաստատելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Արևմտյան զլմները շեշտում են, որ փոխըմբռնման հուշագիրը չունի իրավական պարտադիր ուժ։ Դրա կյանքի կոչումը եւ վերջնական գործարքը կախված են Վաշինգտոնի եւ Թեհրանի քաղաքական կամքից։ Դիանա Գասպարյան, լուրեր։